Ցավալի է, որ մեր օրերում ոչ մեկի անձնական շահը, շահույթի շահը չեն ուզում հարմարեցնել հասարակական շահի հետ։ Ի վերջո թող անեին այնպիսի բան, որ մենք ուրախանայինք նման կառույցի համար։ Իսկ եթե անում են այնպիսի բան, որը մեզ դուր չի գալիս, գոնե համաձայնեցնել նախորդ։ Լղոզված է իհարկե սա ամեն ինչ այս նախագծի մեջ ներկայացված։ Հետո մի բան է ավելացնում, սա պատմական շենք է։ 34 թվի շենք է, Սամվել Սաֆարյանի կողմից հայտնի ճարտարապետի կողմից կառուցված շենք է եւ պահպանության տակ է շենքը։ Հիմա մենք դիմեցինք մշակույթի նախարարությունը, բայց իրանք ասում որ մեզ հետ քննարկել են նրանք ինչ-որ աստիճանների նախագիծ, որը որ շենքի հետ կապ չունի, մենք համաձայնվել ենք։ Բայց որ ներսը կոնստրուկտիվ փոփոխություններ պետք է կատարեն եւ այլն մնացած էս ամբողջ գաղթարը։ Իրանք ոչ տեսել են, ոչ լսել են, ոչ է կարողացել են այս մարդկանց գտնել, այսքան օր գալիս գնում են, ասում են փակա ոչ մի չի բացում։ Հիմա փաստորեն ստացվում է որ պատմական շենքի շինարարությունը արել, կոնստրուկտիվ փոփոխություններ արել, ռեստորան պետք է լինի եւ մշակույթի նախարարության վերահսկողությունը ընդհանրապես տեղյակ չի թե ինչ է կատարվում։ Բացահայտ օրինք սկսես հենց սեպարատերն է մեր հետ զրույցներում ասել են ռեստորան, հետո մի քիչ անցավ ողքին ասին մանկական սրճարան, հետո ասում չենք ուզում սրճարան օծաներիկի խանութ, ամեն անգամ մի վարկա ծարում։ Երբ որ քանդում էին հենքի պատերը, մենք 5-րդ հարկում զգում էինք ցնցումներ։ Դա նշանակում է, որ այդ ցնցումները կատարում էին այն ընթացքում, երբ որ մարդիկ ոչ թե ինչ-որ ձևով կարող են այդ պատերը զգուշորեն կտրել հանել, այլ իրանք ինչ-որ բարբարոսական մեթոդներով, չգիտեմ, ադբոյնի մալատոկով ինչ-որ այդ պատերը փորձում էին պերֆորատորով։ Հա, ահա որ ու 5-րդ հարկում դուք պատկերացնում այդ ինչ ցնցումներ էր այդ ժամանակ։ Բարև ձեզ, ստեղ ինչ աշխատանքներ են իրականացվում, ձեր սեփականատերը ստեղ է։ Սեփականատերը ստեղ չէ, բայց ես անում եմ արցիկարան պատասխան։ Դուք ով եք։ Սիրա վստահված եմ, կարող եմ արցիկարան պատասխան։ Դեպլագրի հետ կապված գործ։ Հիմա ստեղ ինչ աշխատանքներ են իրականացվում, միան դուք ասեք ինչ է նախատեսվում կառուցել։ Հələ առաջինը չեն կառուցել վերջացել, որ իմանանք ինչը հիմնականում ինքը բանը հասարակական սպասարկում է։ Այսինքն սննդի հետ կապված է։ Ռեստորան։ Մի չեն կարող ասենք մի ռեստորան կանեցել, մի հետ կանեցել, ինչ կանի, բայց հասարակական կաղակատորի խանութ է վերջ։ Դա էլ կարող է։ Հա, դեռ պարզ չի ինչ նպատակով աշխատում։ Այս բողոքները կան, պարզ չի։ Հաստատ բողոքներից է կախված, իսկ նախապես ինչ մտադրություն ունեք, ինչ պետք է լինի։ Նախապես պետք է լիներ մանկական կաֆ, մանկական սրճարան։ Որտեղ այս տարածքում ոչ մի տեղ չկա, դեռ մանկական սրճարան։ Նախապես պետք է լիներ։ Մենք բողոքներից է կախված, մենք հարկում ենք։ Բայց իրանք չեն բողոքում, թե այստեղ ինչ կլինի։ Նրանք բողոքում են, որ սա մշակութային հուշարձանների ցանկում ընդգրկված շենք է, որ սխալ են բողոքում, որովհետև մենք բան ունենք, գծագիր ունենք, հուշարձանների կողմից հաստատված գծագիր ունենք, որ իրավունք ունենք ստացելու։ Հուշարձանները ովքեր են։ Որտեղ որ այդ հուշարձանը, իրանք ասում հուշարձանների հետ կապված քաղաքապետարանի հետ վարչության, հա։ Հա, հուշարձաններից էլ ունենք գծագիր, բանից քաղաքապետարանից էլ։ Բնակիչների այդ պահանջը դուք օրինական եք համարում։ Ես չեմ կարող ասեմ օրինական, բայց որտեղ մենք ինչ-որ անում ենք գծագրով, ուժեղացնում ենք, ավելի շատ ուժեղացել ենք։ Ցույց կտակ ուժեղացումը, որտեղ բնակիչները ասում են ընդհակառակը, ուժեղացել ենք այս հատվածը, ուժեղացել ենք այս հատվածը, որտեղ բայց այստեղ հիմնապատը մենք ձեր չենք տվել։ Այս պատասխանատուները ուղղություններով հավաքվել է, սաղ 4 կողմը։ Այս ներքևից շենքի տակով բալկա է գնացել, որտեղ ստե կանալիզացիան եղել անմխիթար վիճակում անտա տարիներ 20 տարի, 30 տարի, ինչքան որ եղել է այս կանալիզացիան, ջուրը գնացել է շենքի տակ, որ մենք ստեղ սկսենք քանդել, սաղ ջուր էր տակ։ Մենք սաղ մաքրել ենք նոր կանալիզացիա ենք գցել այս շենքի, որպես շենք։ Բասենի ջուրն ենք բան արել, որտեղ բասենի ջուրը լսում էր ստեղ շենքի տակ։ Միացել ենք ընդհանուր կանալիզացիա։ Ու սաղ ընդհանուր արել ըստ գծագրի համաձայն։ Ու ասեցին փորել եք, հա։ Մենք ոչ մի բան չենք փորել, դրա համար եմ ասում գծագրիները ցույց տան։
Գծագրով հնարավոր չի լինի, բայց այստեղ բան է, պիտոնը պատված է։ Մեզի չափեր են տվել, մենք բերել ենք այս չափերի։ Իսկ այս դուրը դուք եք այստեղ բացել թե եղել է։ Եղել է դուրը եղել է, խնդիր չի եղել, որ բան անի։ Դուրն էլ եղել, լուսամուտներն էլ եղել։ Հələ մենք լուսամուտները ըստ չափի կիսել ենք, բնակիչների խնդրանքն է եղել։ Դե լուսամուտները մեծացուկ տեսանկյունի լուսամուտը բացվի, ոնց եղել է, ոնց եղել է, բայց ուժեղացումը բանը սա առանձնացվել է ուգոլնիկներով, ստել շվլերներով։ Անհատականատերը արել է դիմել է քաղաքապետարանը թույլ է տվել։ Դե բնակիչն ասում բողոքը ձեր դեմ չի ուղղակի, այս շինքը։ Չի բացում, դերը։ Կոչեք, որ դերը չի, հա։ Համուներս բացում եմ ջերմ։ Եթե հանգած այս ճակը դրանց է ասում, հա։ Այո, գնացինք ներսից ճակը ցույց տալ։ Այս պատերին մի քիչ հերվածած է։ Եվ այնտեղ նույնն այն։ Բազմաթիվ ճակեր, հենց 5-րդ արգելքը բարձրանաք, այնտեղ թղթերով ամրացրել էին, որ ապացույց։ Ես եմ ուզում հարցնեի դա թղթով կպցրել չկա։ Այստեղ չեն կպցրել, բայց այնտեղ կպցրել։ Տեսեք, ես պատի վիճակում, տեսերս եք ունի, վայ, ինչ։ Կողմից պատահված է։ Բա Երբ եք կպցրել։ Քաղաքաշինության նախարարությունը դրա իրավասությունը չի ունի, հա։ Դա տալիս է համայնքապետը, Երևանի քաղաքապետը, ՃՀ-ն է տալիս, համաձայնեցումն էլ է ինքը անում։ Եվ եթե համաձայնեցում եղավ, դա արդեն օրենքի ուժ ունի։